Ողջույն, ողջույն։ Ուրախ եմ ձեզ տեսնել իմ եթերում, ընկերներ, շատ ուրախ եմ։ Ուզում եմ հիշեցնել, որ ինձ չաթում կարող եք գրել, ես ընթացքում կնայեմ, լավ։ Կարող եք գրել ձեր հարցերը ու սիրով լսեք, միացեք եթերին, թուղթ ու գրիչ վերցրեք անպայման, որովհետև այսօրվա եթերը այսպես իմ այս տարվա նվերն է ձեզ, ճիշտ է լիքը նվերներ էլի եղել են, բայց այս տարվա վերջին նվերն է, լավ այսպես ասեմ ձեզ, որովհետև շատ օգտակար է ինքը լինելու, կիսվում եմ այսօր այն ամենով ձեզ հետ, ինչը որ ինձ է, հա, օգնում։ Գիտեք, ես միշտ սիրում եմ կիսվել իմ փորձով, այն ամենով, ինչը որ իմ կյանքում արդյունքներ է բերել ու արդյունքներ է տվել ու այսօր հենց այսպիսի մի էլի փոքրիկ օգնություն ձեզ, հա, փոքրիկ հուշում, փոքրիկ նվեր, որ դուք էլ կարողանաք այս գալիք տարում, հա, ձեր կյանքը կառուցել այնպես, ինչպես որ դուք եք պատկերացնում ու քիչ-քիչ հասնեք ձեր երազանքների ու ցանկությունների կյանքին։ Իմ մոտ մի քանի նշումներ եմ արել, այն կարևոր բաները, որոնց մասին դուք էլ պետքա ձեր մոտ նշեք, որպեսզի ընթացքում, հա, գուցե հենց եթերի ընթացքում պատասխանեք, գուցե հետո, բայց դրանք իհարկե հարցեր են, ինչպես գիտեք, իմ աշխատանքը ձեզ ճիշտ հարցեր տալն է, ու այսօր հենց այդ հարցերը, այդ հիմնական հարցերից մի քանիսը ուղիղ եթերում եմ տալու ձեզ, որպեսզի դուք արդեն մի հատ շատ հավես կետի գաք ձեր համար։ Ուրեմն այսպես ասեմ, հա, այն ինչ որ այսօր ես ձեզ տալու եմ ուղիղ եթերում, հա, որպես նվեր, այս ինֆորմացիաները մարդիկ տալիս են փակ խմբերում վճարովի տարբերակով։ Բայց այսօր կլինի ձեզ համար ինքը որպես նվեր, որովհետև ես սիրում եմ այս տարբերակը, ու փառք Աստծո, որ ես ունեմ նաև հնարավորություն ձեզ հետ այս ամեն ինչով կիսվելու։ Շատ լավ, եկեք մինչև այդ կարևոր կետերին հասնելը, հա, մի փոքր պատմեմ, թե ինչ տարի է, հա, ինչպիսի տարի է այս գալիք տարին լինելու ու ինչի է պետք, որ դուք հենց հիմիկվանից, հա, որ կենտրոնանաք այս անելիքների վրա ու կենտրոնանաք ձեր վրա, որպեսզի այս ամեն ինչը դուք անցնեք այսպես դրական ու արդյունք ունենաք։ Տեսեք, հիմա այս պահին ինչեր կատարվում է աշխարհում, պատերազմներ, չգիտեմ, վիրուսներ եւ այլն, ու դրանից շատ մարդիկ գնում են կյանքից։ Ու ամենակարևոր բանը, որ մենք պետք է հասկանանք, որ հիմա այս գալիք տարին ու հաջորդ 9 տարիները, հա, որ գալու է մեր կյանք, լինելու է փոփոխության տարի։ Դրա մասին ես էլի եմ խոսել, շատ անգամներ եմ խոսել։ Եթե մենք չփոխվենք, եթե մենք չբարելավենք մեր ներսը, եթե մենք չաշխատենք մեր ներսի հետ, եթե մենք մնանք նույն մտածելակերպին, եթե մենք մնանք նույն գիտելիքներին, մենք չփորձենք աճել, հա, մեզ այդքան լավ բաներ չեն սպասվի։ Չգիտեմ ինչ լինելու, բայց հիմա այն դարաշրջանն է, այն շրջանն է, որտեղ որ շատ կարևոր է, որ մենք ինքներս մեր հետ մարտում հաղթենք, այսինքն չտրվենք չարին, չտրվենք նախանձին, չտրվենք մեղադրանքներին, վիրավորանքները չպահենք մեր ներսում, փորձենք առաջ գնալ, հա, փորձենք մի ինչ-որ լավ բան անել, ոչ միայն մեր, այլ նաև մեր շրջապատի, մեր մոլորակի, մեր կյանքի, մեր ընդհանուր, հա, աշխարհի համար, որովհետև միայն մեր մասին մտածելով, չգիտեմ, միայն այսինքն էգոիստություն, հա, անել, միայն մտածել մեր մասին ու չփորձել ինչ-որ ներդրում ունենալ այն
այն աշխարհի վրա, հա, այն մոլորակի վրա, այն երկրի վրա, որտեղ դու ապրում ես, ինքը այդքան էլ օքեյ չի, հա, այսինքն մենք պետքա մի փոքր փորձենք մեծ մտածել ավելի sense մասշտաբային, թե ինչեր կարող ենք անել մենք այս աշխարհի համար։ Այսքանը, հա, դեռևս։ Բայց մենք պետքա հասկանանք, մինչև այդ կետին հասնելը, այն ամեն ինչը սկսվում է մեզանից, սկսվում է այդ ամբողջական կետը մեզնից։ Առաջնայինը մենք պետքա զբաղվենք մեզանով, հա, ու այդ այսպես ասած վերևին հասնելը սկսվում է մեզանից, հա, այդ բարձրագույն կետը սկսվում է մեզանից։ Շատ լավ։ Հիմա եկեք հասկանանք, եթե մենք ուզում ենք տարին, հա, տարին նորովի սկսենք, մենք պետքա ինչ անենք, գործողություն ամփոփել տարին ճիշտ։ Իսկ հիմնականում, հա, տարին մենք սկսում ենք դեկտեմբերի 21-ից։ Ինչի այդպես, այդ շատ վաղուց, հա, ես էլի եմ խոսել դրա մասին, լուսնային օրացույցի մասին, հա, որ դեկտեմբերի 21-ին ձմեռային արևադարձի օրն է, արդեն այդ օրվանից սկսած օրերը սկսում են երկարել, հա, գիշերները կարճանում են, ցերեկները երկարում են, ու այդ օրվանից սկսած 12 օր, հա, այդ առաջիկա 12 օրերը լինելու են շատ կարևոր օրեր մեզ համար։ Իսկ այդ նշանակում է, որ մենք պետքա լավ դրական հավես պատրաստվենք դեկտեմբերի 21-ին։ Ինչ ենք մենք անում, ովքեր մեր ծրագրերին մասնակցել են, գիտեն առաջնայինը, հա, ինչ ենք մենք անում, այդ սպասեք, բայց ուզում էի ուրիշ բան էլ ասել սրա հետ մեկտեղ, հեսա կհասնեմ դրան, տեսեք, առաջնային, հա, մենք սկսում ենք դեկտեմբերի 21-ից։ Այդ օրը շատ կարևոր ու խորհրդանշական օր է, ու այդ օրվան ենք հենց պատրաստում մինչև այդ օրը, ու այդ օրվանից հետոն կարևոր է, որ դուք ոչ թե, չգիտեմ, այս լիքը բաները անեք, հա, այն չգիտեմ, այն նոր տարվա այն լիքը բաներ, այլ կենտրոնանաք առաջին հերթին ձեզ վրա։ Այն էլ կարող եք անել, բայց առաջնայինը, երբ որ դուք դնեք ձեզ ժամանակ տրամադրեք, գիտեք, դրա մասին շատ եմ էլի խոսել, դրեք ձեզ ժամանակ տրամադրեք, ամեն ինչ որ ձեզ համար կարևոր է, հա, թուղթ ու գրիչի տակ, թղթին տակ հանձնեք, այդ շատ կարևոր ուժ ունի, մեծ ուժ ունի, ու ես ձեզ միշտ եմ ասել, որ իմ հաջողությունների հիմնական պատճառը, առիթը, հա, իմ հաջողությունների գլխավոր այդ կետը այն է, որ ես մշտապես գրում եմ իմ ցանկությունները, գրում եմ այն վատ բաները, որոնք տեղի ունեցել իմ համար, ես այդ ամեն ինչը բաց եմ թողնում, հենց շատ նաև բացի մեդիտացիա պրակտիկաները, իհարկե թուղթ ու գրիչ։ Այդ ամենակարևոր բանը։ Հիշեք, վերցրեք այս խորհուրդը, հա, ձեզ ու գնացեք առաջ։ Այդ կարևոր կետը, շատերն են դրա մասին խոսել ու գիտեմ, որ քչերն են այդ անում, բայց այդ է լիքը բաների այն գլխավոր, այն որ սենց համը, հա, համու հոտը այդ է տալու ամեն ինչին։ Շատ լավ։ Հիմա այսպես, մինչև դեկտեմբերի 21-ը ինչ կարևոր բաներ կա, որ պետք է անեք։ Այսօր ես հիմա ձեզ տալու եմ այդ։ Նորից եմ ասում, թուղթ ու գրիչը վերցրեք, եկեք, դրանք շատ չեն, հա, մի քանի հարցեր են, որոնց վրա դուք պետք է կենտրոնանաք, թող էլի եմ ասում, այս լինի իմ նվերը ձեզ, որ ինչքանով որ դուք կվերցնեք, հա, օգտագործեք իօգուտ ձեզ, ու եթե ձեզ էլ լավ լինի, ձեր շրջապատին է լավ լինելու, ու ձեր երեխեքի համար է լավ լինելու, ու մի խոսքով, այս էլ թող իմ ներդրումը լինի այն աշխարհին, հա, տիեզերքին, չգիտեմ, մարդկության բոլորի համար։ Այսպես,
Մինչև դեկտեմբերի 21-ը այս հարցերին ենք անդրադառնում, պատրաստվում ենք ու դրանից հետո արդեն գալիս է մյուս բաները։ Ամենաառաջինը ինչը որ մենք պետք է անենք, հա, մինչև դեկտեմբերի 21-ը, այդ մաքրությունն է։ Շատերը ինտուիտիվ, հա, անում եք այդ ամեն ինչը։ Օրինակ ես հիշում եմ իմ մաման, հիմա ինքը ստեղ է ոնց որ լսում է, բարևներ մայրիկ, իմ մայրիկը միշտ այդ ամեն ինչը, չգիտեմ, ինձ թվում է շատ կանայք են այդ ամեն ինչը արել, նույնիսկ մեր հայկական միջավայրի համար այդ մի քիչ ամոթել է, հա, դրա մասին խոսելը, որտեղ բոլորդ հիմնականում այս օրերին անում եք մաքրություն։ Բայց ուզում եմ կենտրոնացնել ձեզ այն բանի վրա, որ բացի մաքրություն անելը շատ կարևոր է, որ դուք ազատվեք հին իրերից, հա, այդ շատ կարևոր բան է, փորձեք ազատվել այն ամեն ինչից, հա, ինչը ձեզ խանգարում է, ինչը ձեզ չեք օգտագործում, այդ ամեն ինչը հանեք տնից դուրս։ Մի տարեք դրեք ինչ-որ մի սենյակ անկյունում, դրանք հանեք, կամ տվեք մարդկանց, կամ տարեք թափեք աղբը։ Ազատվեք այդ ամեն ինչից, գուցե շատ դժվար է, բայց տեսեք, եթե դուք ինչ-որ իր չեք օգտագործում, հա գուցե ինչ-որ շոր դուք արդեն 6 ամիսա չեք հագել։ Այսինքն հավանականությունը շատ փոքր է, որ դուք այդ շորերը ինչ-որ ժամանակ կհագնեք, լավ։ Դրա համար ազատվեք այն ամեն ինչից, ինչը չեք օգտագործում, կոտրված բաժակներ, տարբեր, հա, կլինի, չգիտեմ, բացի այդ ամեն ինչը, հա, որը դուք պետք է անեք, մատերիալին ինչ է երեխեք, մատերիալին, չգիտեմ ինչ են ասում դրան հայերենում, մի խոսքով մատերիալին, գիտեք արդեն, այդ իրերն են, հա, իրերից ազատվեք առաջին հերթին կարևորը, մաքրեք ձեր այն ամեն ինչ, որ չգիտեմ, այնտեղ կան լիք բաներ, որոնք օրինակ դուք որոշել եք, որ այս շորի վրայից օրինակ այս ինչը պետք է մաքրեմ, չեք արել, այդ ամեն ինչը փորձեք անել, վերջացնել մինչև ամսի 21-ը։ Բացի այդ, հա, այդ մեր շրջապատի մաքրումն է եւ այլն։ Օրինակ, կարող եք այս ընթացքում պլանավորել, չգիտեմ, մազեր կտրելը, որը էլի բաց է թողնում, հա, այդ հին ամեն ինչը բաց եք թողնում ու գնում եք արդեն նոր ցիկլ, հա, ամսի 21-ից սկսած, ոչ թե նոր տարին, հունվարի 1-ից սկսած, այլ ամսի 21-ից սկսած այդ ցիկլը։ Իհարկե, ոչ մեկ չի արգելում ձեզ նշել այդ նոր տարին, այդ ամեն ինչն էլ տոնել ոչ մեկ իհարկե չի արգելում, բայց երբ որ դու քո ներսի օրացույցը, օրինակ հիմա իմ ներսից արդեն ես զգում եմ այդ լուսավորությունը քիչ-քիչ, օրինակ այստեղ Գերմանիայում այդ զգացումը, չգիտեմ Հայաստանում ոնց է, ես այդ զգում եմ արդեն, որ օրերը մի փոքր ավելի լուսավոր են, արևը մի փոքր ավելի լույս է տալիս օրերի մեջ, մի խոսքով, այդ ամեն ինչը ինձ համար զգացվում է արդեն։ Բացի այդ ամեն ինչը, հա, տեսեք, ամենակարևոր բանը, երբ որ մենք մտածում ենք ազատվել, դուք պետքա փորձեք, հա, ազատվելու համար դնել ու գրել, թե ինչ եմ ես ցանկանում, հա, բաց թողնել, մտային առումով, ներքին առումով, հոգեբանական առումով, այսպես, ինչ եմ ես ցանկանում բաց թողնել, ազատվել 2025-ին, հա, ինչ եմ ես ցանկանում թողնել 2025-ում։ Այդ ամենակարևոր բաներից մեկը շատ կարևոր։ Գրեք հիմա այդ երկուսը, հա, երբ որ դուք ազատվում եք իրերից, ավելորդ իրերից, վնասված, կոտրված եւ այլն, երկրորդը փակում եք բոլոր այն ամեն ինչը կիսատ թողած, հա, ավարտում եք կիսատ թողած գործողություններ, օրինակ, ինչ-որ մեկի նամակին պետքա պատասխանեիք շատ վաղուց, ինչ-որ մեկի հետ պետքա ինչ-որ բան պայմանավորվեք, ձեր գործերի համար կլինի այդ, տարբեր բաներ կլինեն, հա, այդ ամեն ինչը արեք մինչև ամսի 21-ը, որպեսզի նոր փուլ, նոր կյանք մտնեք ավարտված գործերով։ Ավարտում եք կիսատ թողած գործերը, պարտքեր, եթե կան, նստում եք, օրինակ գրում եք, թե ում ինչ եք պարտքը այդ միայն էլի եմ ասում, ոչ միայն գումարն է, այլ նաև այն ամեն ինչը, ինչ որ դուք խոստացել եք, բայց չեք արել։ Օրինակ երեխաներին խոստացել եք, որ պետքա տանեք մի հատ սիրուն տեղ։ Օրինակ ես իմ ընկերուհուս խոստացել եմ, որ իմ համար, ինքս ինձ էի խոստացել, ոչ թե իրեն, հա, խոստացել եմ, որ իր համար պետքա բան սարքեմ, շաուրմա սարքեմ։ Մենք արեցինք
այդ մի խոսքով ես հասցրեցի բոլոր այդ ամեն ինչը։ Երեխաներին ինքս ինձ խոստացել էի, որ երեխաներին պետքա տանեմ Սուրբ Ծննդյան տոնավաճառ։ Այդ հələ չենք արել, այսօր կամ վաղը պատրաստում ենք անել։ Փորձեք ավարտին հասցնել բոլոր այն գործերը, որոնք դուք մտածել եք, որ պետք է անեք, հա, ու չեք արել։ Այդ ամեն ինչը, ձեր խոստումները ինքներդ ձեզ, հա, դուք ինքներդ ձեզ խոստացել եք, օրինակ ինչ-որ բան գնել, գնացեք այդ ամեն ինչը արեք, հա, մաքսիմալ գրեք այն ամեն ինչը, որ դուք պետք է անեք, ու ինչը կարաք անեք, ինչը որ ձեր ուժերից վեր է, իհարկե, տեսեք ռեալ դատեք, հա, եթե ձեր ուժերից վեր է իրականում, պարզա որ այդ չեք կարող անեք, բայց եթե այն ինչը որ ձեր ուժերի սահմաններում է, ձեր գրպանի սահմաններում է գուցե ու լիքը բաներ, այդ փորձեք անպայման հասցնել մինչև ամսի 21։ Այդ երկրորդ կետն էր, հա, հիշեցինք առաջինը մաքրում ենք, երկրորդը գրում ենք ինչից որ պետք է ազատվենք, պարտքեր եւ այլն, պարտքերի մասին խոսել եմ, փորձեք պարտքերը ում ինչ եք պարտ, փորձեք այդ ամեն ինչը տալ, ավարտել մինչև ամսի 21-ը։ Չգիտեմ, այնտեղ 5000 դրամ պարտք է մնացել երաշտականի ուսուցչին եւ այլն, այդ ամեն ինչը, եթե դուք այդ ամեն ինչը հիմա ավարտեք, հա, գուցե դուք մտածեք, որ այդ 5000 դրամը, որ իր պարտքը չտակ ձեր գրպանին ավելի շատ է օգուտ տալու, ասեմ որ չէ, հակառակը ձեզ ավելի օգնելու է, երբ որ դուք այդ ամեն ինչը ավարտեք, վերջացնեք, նոր մաքուր մտնեք նոր փուլ ամսի 21-ից սկսած։ Երրորդ կետը, որը դուք պետք է անեք, երրորդ կետը գրում եք, հա, իրադարձություններ, պլյուս գրում եք իրավիճակներ, հա, որոնք շատ ցավոտ են եղել ձեր կյանքում, ձեզ համար, բայց իրանցից դուք ինչ-որ բաներ եք սովորել ու պատրաստ եք բաց թողնել, հա, գրում եք մարդիկ, իրադարձություններ, իրավիճակներ, այս ինչ բան եղավ իմ կյանքում, շատ ցավոտ էր, բայց ես շնորհակալ եմ ու պատրաստ եմ բաց թողնել, ավարտել։ Գրում եք այդ ամեն ինչը, սիրուն ու կարող եք մի հատ այսպես նամակ գրել, հա, այն մարդուն կամ այն մարդկանց, ովքեր ձեզ նեղացրել են եւ այլն։ Կարող եք գրել մոտ 3 թերթ, եթե ինչ, ու ամենավերջում գրում եք ես շնորհակալ եմ, ես բաց եմ թողնում ու կարող եք օրինակ առավոտյան հիմա եթե գրում եք, կարող եք երեկոյան այդ թերթը այրել ու լցնել մոխիրը լցնել ջրի տակ թողնել, բաց թողնել։ Չորրորդ կետը, հա, չորրորդ կետը արդեն հասանք, չորրորդ կետում գրում ենք եղևնուս վրա սիրուն հետաքրքիր կանաչ գույնի ինչ-որ թռչուն է հայտնվել։ Չորրորդ կետը ընկերներ գրում ենք այն ամեն ինչը որ մեր ներսում, հա, բնավորության գիծ, սովորություններ, գուցե ինչ-որ այլ բաներ, հա, որոնք մենք ուզում ենք բաց թողնել։ Օրինակ, երեք իմ այցելուներից մեկի հետ էի աշխատում, այնքան սիրուն նախադասություն ստացվեց, որ ես այստեղ ինձ մոտ նշել եմ, ուզում եի ասել, հա, ես օրինակ շատ եմ բարկանում երեխայիս վրա, իհարկե ես իր բառերը չի լինի, իր բառերը գրել եմ, ես այստեղ Ես շատ եմ բարկանում երեխայիս վրա, որը այդ իմ բնավորությունը ուզում եմ բաց թողնել, հա, ինձ արդեն հոգնածրել է։ Մի րոպե։ Այդ շատ կարևոր է, կարող եք հենց այդպես, հա, օրինակ ինչն է ձեզ, որ նեղացնում է, ինչ բնավորություն է, որ դուք ուզում եք բաց թողնել, օրինակ ես ուզում եմ հաջորդ տարվանից արդեն լիքը էներգիայով լինել, օրինակ ունեմ հոգնածություն, ես անընդհատ ունեմ հոգնածություն ու հաջորդ տարվանից ես ուզում եմ արդեն ինձ զգալ էներգիայով լի։ Ես ուզում եմ, օրինակ, բաց թողնել երկար քնելու սովորությունը։ Ես ուզում եմ հաջորդ տարի ինձ հետ վերցնել սովորություն, որտեղ ես շուտ եմ արթնանում։ Այդ շատ կարա էլի օգտակար լինի։
Գրեք այն ամեն ինչի, ինչը ձեզ անհանգստացնում է։ Ես ցավացնում եմ երեխայիս իմ բառերով, ես այդ ուզում եմ իմ միջից հանեմ, ուզում եմ այդ իմ միջից հանեմ, հա։ Նախադասություն, որը ցույց է տալու, որ դուք պատրաստ եք այդ ամեն ինչը վերջացնել։ Գրեք այդ ամեն ինչը հատ-հատ, յուրաքանչյուր կետ, կարող եք մի հատ նայել ձեր ներսը, հա, այդ շատ լավ աշխատանք է, որը օգնելու է ձեզ նայել ձեր ներսը, շատ լավ աշխատանք, հա, ու կհասկանաք, թե ինչը ձեզ խանգարեց եւ այլն եւ այլն։ Հաջորդ կետը, ընկերներ, հաջորդ կետը այն կետն է, որ շատ եմ սիրում։ Ես շատ սիրեցի այդ կետը գրելու ընթացքում։ Հիմա ես ձեզ էլ կասեմ իմ պատասխանը, հա։ Հաջորդ այդ 5-րդ կետն ենք, չէ, եթե չեմ սխալվում։ Մի խոսքով գրեք այն, որ ձեր մոտ 5-րդ կետը այն կետն է, որը պետքա էլի ձեզ ազնիվ պատասխանեք, ինչպիսի որոշումներ կամ ինչպիսի որ որոշումները փոխեցին իմ կյանքը դեպի լավը այս 2025 թվականին։ Մի պահ մտածեք, հա, մի պահ կարող եք այս պահին սենց մտածել, ու եթե հասկանաք, որ չկան այդպիսի որոշումներ, որոնք փոխել են ձեր կյանքը, կգա հաջորդ հարցը. ինչ որոշումներ ես պետքա կայացնեմ հաջորդ տարի, որպիսի իմ կյանքը լինի այնպիսին, ինչպիսին, որ ես եմ պատկերացնում։ Լավ։ Ինչպիսի որոշումներ ես պետքա կայացնեմ 2026 թվականին, որպիսի իմ կյանքը լինի այնպիսին, ինչպիսին ես եմ պատկերացնում։ Որովհետև ինչպես գիտեք, մեր որոշումներից է կախված մեր կյանքը, մեր կյանքի հունը, մեր կյանքի ընթացքը ու այն ամեն ինչի, ինչ որ մենք ուզում ենք, որ լինի մեր կյանքում։ Այդ ամեն ինչը կախված է ընդամենը մեր որոշումներից։ Այդ 5-րդ կետներ շատ լավ։ Հաջորդը 6-րդ կետը կարող եք գրել ինչ եմ ես ցանկանում ինձ համար նոր տարվան։ Այս արդեն այս 6-րդ կետը ամենագժական կետն է, որտեղ դուք արդեն կարող եք մտածել ձեր նպատակների մասին, դուք կարող եք մտածել, թե ինչեր եք ուզում, օրինակ կարող եք նաև մատերիալնի, հա, առումով իրեր շոշափելի ինչ-որ բաներ, հա, մատերիալին շոշափելի ինչ-որ բաներ պատկերացնել, թե ինչա ձեզ հետաքրքիր ունենալ, ինչա ձեզ համար հաճելի ունենալ եւ այլն։ Կարող եք այստեղ տալ գրել բոլոր նույնիսկ ձեր իրական, փորձեք գրել այն ամեն ինչը ոչ թե դուք այս կողմից այն կողմից եք լսել, այլ այն ամենը, ինչը որ ձեզ իսկապես հետաքրքիր է, որ ձերն է, որ հաստատ դուք եք ուզում, որտեվ այն ամեն ինչը, ինչ որ առարկայական, Լուսինեն հասավ ինձ օգնության, առարկայական, շնորհակալ եմ Լուսինե ջան, այսպես, գրեք այն ամենը, ինչը որ դուք ուզում եք, հա, ձեր ցանկությունները, ու կարող եք նաև գրել բացի առարկայականը կարող եք նաև գրել այն ամենը, ինչը որ կարող եք զգալ։ Օրինակ, ես ուզում եմ լիքը էներգիա ունենալ, ես ուզում եմ, չգիտեմ, շատ ճամփորդել, էդ էլ իհարկե առարկայական, ինչ որ ձևով, ես ուզում եմ ինձ հանգիստ զգալ, ինձ ներդաշնակ զգալ, մոտիվացված զգալ ինձ, ուզում եմ ունենալ միշտ սենց մոտիվացիա չէ, մի ուրիշ բառ կա սրա համար, միշտ ուզում եմ այսպես ինչ են ասում, էլի մտքիցս գնաց, միշտ էնթուզիազմով լինել, հա, այսպես, միշտ ուզում եմ էնթուզիազմով գնալ այս գործերս անել, այն ինչ անել, այս ամեն ինչը կարող եք ձեր համար գրել, բայց այն սկզբից կգաք նոր վերջին կհասնեք, կգրեք, հա, սրանք շատ օգտակար բաներ են, ու հիմա բացատրեմ ինչպիսի ազդեցություններ են իրանք տալու, հա, ձեզ, տեսեք, երբ որ մենք գրում ենք այն ամեն ինչ բացասական բաները, մենք ազատվում ենք, հա, ու մենք հասկանում ենք, որ մենք չենք ուզում այդ ամեն ինչը տանենք, բայց այստեղ եկեք մի հատ կետ էլ ես ավելացնեմ, հա, ամենավերջին,
Էս իհարկե այսպես շատ եմ, որ ասենց լրիվ են, որ ինչ կարող էի վճարովի տարբերակով տալ, բոլորը ես իվա տալիս եմ փաստորեն անվճար տարբերակով։ Եկեք, տեսեք, գրեք մի եկեք մտցնենք լավ, հա, այստեղ երկրորդ, երրորդ, չորրորդ այս կետերի արանքում գրեք կամ այստեղ կարող եք մի հատ այսպիսի բան անել, նշել, հա, այդ երկրորդ, երրորդ կետերի արանքը գրեք։ Եվս 3 կետ, որոնց դուք էլի պետքա պատասխանեք։ Ինչից եմ ես մինչ այսօր նեղանում, ինչի համար եմ ես մինչ հիմա ինձ մեղավոր զգում, այս ամեն ինչ, որ ես ձեզ ասում եմ, արել եմ, ում առաջ եւ ինչի համար եմ ես մինչ այսօր ամոթ զգում։ Այս հարցերին կպատասխանեք, հա, ազնիվ ձեզ համար ու այդ թղթիկը կպահեք, եթե առավոտյան եք գրել, մինչև երեկո կպահեք ու ամենավերջում, հա, պետքա այս ամեն ինչից հետո դուք գրեք, որ ես պատրաստ եմ բաց թողնել այս ամեն ինչը, վերջապես բաց թողնել։ Կարող եք հետո էլի այրել ու նույն տարբերակով մոխիրը լցնել ջուրը։ Շատ էլի կարևոր կետ է, որպեսզի այսպես տեսեք այն մանրուքն միշտ եմ ասում, չէ, որ ամեն մի կետից հետո կա էլի նորից ուրիշ կետեր, որտեղ մենք աշխատում ենք ու բացում ենք։ Գրեք այս ամեն ինչը նույնպես, որպեսզի դուք ձեզ համար ձեռք բերեք այդ հանգստությունը։ Ու հետո արդեն կանցնեք մնացած մյուս կետերին։ Էլ ինչ էի ուզում։ Դուք կարող եք նաև ինչ անել, հա, շնորհակալություն հայտնել տարվան, օրինակ ես հիշում եմ այսպիսի պրակտիկային կարել 100 շնորհակալություն տարվան, ես դեռ այդ չեմ արել, ես մինչև ամսի 21-ը պատրաստվում եմ այդ ամեն ինչը անել, իհարկե մինչև 21-ը շատ քիչ ժամանակ կա, բայց ես ամեն օր քիչ անում եմ դրանք, իհարկե շնորհակալությունները, հա, ամեն ամսվան կարող եք գրել 10 շնորհակալություն, 5-ից 10 շնորհակալություն ամեն ամսվան գրեք, այս ինչ բան է եղավ իմ հետ, այս ինչ որոշումը կայացրեցի, նույնիսկ եթե փոքրիկ գնացել եք, չգիտեմ, ընկերուհուն եք հանդիպել, գնացել եք սուրճ եք խմել իրար հետ եւ այլն, այդ ամեն ինչը նույնպես դրվագ է, հա, որի համար արժի շնորհակալություն հայտնել։ Ու լիքը տենց մանր բաներ, եթե դուք օրինակ բացեք ձեր հեռախոսը, ֆոտոները նայեք եւ այլն, հետ գնաք ու նորից ապրեք, գրեք 100 շնորհակալություններ տարվան, այդ գժական օգնելու է, որպեսզի այս եկող տարին դուք դες ավելի լավ զգաք։ Տեսեք, միշտ ասել եմ դրա մասին ու հիմա էլ եմ ասում, այն ինչ որ ես հիմա ձեզ տալիս եմ, ինքը մշտական այդ basic, հա, հիմնական բաներն է, որոնք ձեզ մշտապես պահելու է ստաբիլ վիճակում, հա, եթե դուք այս ամեն ինչը անեք ու պլյուս տարվա մեջ լիքը բաներ կա, հա, որ ես իմ էջում եմ կիսում, Instagram-ում եմ կիսում, YouTube-ում եմ կիսում, նայեք իմ YouTube-ի էջի հոլովակները, նայեք այդ ամեն ինչը, դուք մշտապես այդ առաջին օգնությունը ձեզ ցույց տված կլինեք։ Իհարկե կլինեն ձեր կյանքում անսպասելի իրավիճակներ, դրամատիկ իրավիճակներ, հա, որտեղ չգիտեմ, ինչ որ մեկը բաժանվեցիք, կորուստ ունեցաք եւ տարբեր բաներ, ընկերը ձեզ դավաճանեց, ընկերուհին այն չեղավ, ինչ որ պետք էր եւ այլն։ Լիքը բաներ կա, որոնք մեր կյանքից, մեր ցանկություններից անկախ մեր հետ կլինեն, հա, ընտանիքի անդամների հետ վեճ եղավ, այնտեղ տարբեր բաներ կարա պատահի, իհարկե այդպիսի բաներ կարա պատահի բոլորիս կյանքում, հա, դրանից հետո գուցե ձեզ ինչ որ ժամանակ պետք կլինի վերականգնվելու համար, բայց դուք գոնե կունենաք հիմնական գիտելիքները, որոնք ձեզ առաջ են տանելու։ Այսպես այս կարևոր բաները, որոնք ես գրել էի, հա, այսքաններ ու վերջում ուզում եմ մենք իրար հետ մի հատ պրակտիկա անենք, բայց մի հատ տեսնեմ դուք հարցեր ունեք թե չէ, մի հատ տեսնեմ չաթում կան հարցեր ընկերներ, ահա, չէ, չկան, շատ լավ, գրեք տեսնեմ, եթե հարցեր կան, եթե չկան, միասին անենք պրակտիկա, կամ եթե գիտեք ինչ կուզենայի, եթե
կան մարդիկ, ովքեր որ կուզեն այս պահին միանան ինձ այս տարբերակով հարցեր տան, էլի կլսեմ։ Ձերք կարող եք բարձրացնել ու տալ ձեր հարցը։ Կան հարցեր։ Կամ եթե ինչ որ օգնություն ա պետք հետաքրքիր, սիրով կլսեմ ու կպատասխանեմ, կվերլուծեմ։ Գրեք։ Գրեք, տեսնեմ կան հարցեր։ Ընկերներ, շատ երկար չեմ ուզում սպասեմ, որովհետև այս հոլովակը նաև լինելու է YouTube-ում ու եթե հարցեր կան, խնդրում եմ արագ գրեք, հա, որպեսզի անցնենք պրակտիկային։ Շատ լավ։ Եթե հարցեր չկան, անում ենք միասին պրակտիկա, եկեք մի փոքր պատմեմ պրակտիկայի մասին։ Պրակտիկան ձեզ պատրաստելու է էլի դեկտեմբերի 21-ին ու ինչն է օգուտ է այստեղ, որ այն ամեն ինչ որ գրեցինք թղթային տարբերակով, հա, մենք հիմա ոնց որ հաստատելու ենք պրակտիկայի տարբերակով։ Պատրաստվելու եք բաց թողնել այն ամեն ինչ որ ձեզ խանգարում է ու գնալ քայլ առաջ։ Ինքը շատ հավես պրակտիկա է։ Մենք ընդհանրապես անելու ենք այս մոտ 5, 6, 7 րոպե, հա, կտեսնենք, կգնամ իմ զգացողություններով ու թե քանի որ ես այս պահին մենք իրար հետ նույն էներգետիկ դաշտում ենք, էտել մենք կողքից զգալով կանենք, լավ։ Ինչա պետք, որ դուք հիմա կենտրոնանաք ձեր մարմնի վրա, գտնեք մի հատ հարմար տեղ ու նստեք։ Նստեք, փակեք աչքերը։ Ես հիմա ասելու եմ, ովքեր կգան ինձ հետ ավելի լավ, ովքեր որ չեն գա, կարող եք հետո լսել ուղիղ եթերը YouTube-ում ու այդպես անել պրակտիկան։ Շատ լավ, կենտրոնացեք։ Պրակտիկայի անունը շեմք, հա, շեմք, որ ինչի շեմք, որովհետև այդպեսի մի տրադիցիա կա, հա, որ շատ կարևոր է, թե ինչպես ես, հա, ոտքդ շեմքից դնում են կողմ, որ օրինակ տուն մտնելիս մենք ինչ ենք անում, հանում ենք կոշիկները, որ այդ աղբը օրինակ չտանենք, չէ, ներս կամ մաքրում ենք ոտքերը, օքեյ, եթե մենք կոշիկներով ենք մտնում, մաքրում ենք, որ ավելորդ բաները չտանենք։ Հիմա այս պրակտիկան այդ էֆեկտն է ունենալու ձեր համար, ձեր ներսի համար, եկող տարին դիմավորելու հետ կապված։ Այսպես, մենք պատրաստվում ենք, որպեսզի դուք հասկանաք ձեր զրոյական շեմը, հա, որն է, ինչն է ու ինչից եք դուք առաջ գնալու։ Նստեք հարմարավետ, փակեք աչքերը ու կենտրոնանում ենք մեր մարմնի վրա։ Բոլոր մարդիկ, ովքեր որ այստեղ են, բոլորիդ ողջունում եմ, ուրախ եմ, որ միացել եք, փորձեք անել պրակտիկան, եթե չէ, կանեք նոր YouTube-ում։ Շատ լավ, կենտրոնանում եք ձեր մարմնի վրա, փակում ենք աչքերը, անում ենք խորը շունչ քթով, արտաշունչ, բերանով, խորը շունչ քթով, արտաշունչ, բերանով, խորը շունչ, արտաշունչ։ Հիմա հաջորդ խորը շունչ արտաշնչին ձեր առաջ ընդամենը պատկերացնում եք բարակ, շատ բարակ թել։ Պատկերացնում եք, որ դուք կանգնած եք ու պատկերացնում եք բարակ թել։ Պետք չի անցնել, ոչ մի բան պետք չի անել, պետք է ուղղակի պատկերացնել այս թելը ձեր առաջ։ Խորը շունչ քթով, արտաշունչ բերանով։
Խորը շունչ, արտաշունչ։ Մի պահ զգացեք ձեզ այդ թելից այս կողմ, շատ լավ, ոչ մի կախարդանք, ոչ մի բան չկա այստեղ արտասովոր, ընդհանրապես պատկերացրեք այդ բարակ թելը ձեր առաջ։ Ու կենտրոնացեք ձեր մարմնի վրա, պետք չի շտապել, ընդհանրապես կենտրոնացեք ձեր մարմնի վրա։ Ու կրկնեք։ Ես պատրաստ եմ մտնել անցումային փուլ։ Զգացեք ձեր մարմնում այդ պատրաստակամությունը։ Ես պատրաստ եմ մտնել անցումային փուլ։ Ասեք այդ բառերը այնքան, որքան որ ձեր սրտից կզգաք, որ դուք ցանկանում եք այդ ասել։ Ես պատրաստ եմ մտնել անցումային փուլ։ Այնպես ասեք, որ դուք ինքներդ հավատաք, հա, հավատաք այդ պատրաստվածությանը։ Շատ լավ։ Ու հիմա զգացեք, թե ինչ եք դուք ցանկանում բաց թողնել։ Բաց թողնել ուղղակիորեն։ Զգացեք, թե ինչն է գնում, հա, ինչն է գնում ձեր մարմնից, ինչն է մնում, ինչ է պատրաստ թարմացման։ Պատկերացրեք, որ այսպես պատկերացրեք իրերի նման ձեր մարմնից ընկնում են, օրինակ, բարկությունը, քիչ էներգիան, ցավերը, պատկերացրեք, ինչն է գնում ձեր մարմնից։ Ու ինչն է մնում։ Ինչն է գնում ու ինչն է մնում։ Զգացեք։ Ու այդ ընթացքում կարող եք շարունակել շնչել։ Խորը շունչ քթով, արտաշունչ բերանով։ Ցավերը, պատկերացրեք շորերի նման սենց հանում եք ցավը։ Վատ տրամադրությունը հանեք, նախանձը հանեք, նեղացվածությունը հանեք, բամբասելը հանեք։ Հանեք այն ինչ որ գալիս է ձեր մտքին։ Գուցե շնչելիս, արտաշնչելիս այդ պատկերները այլ կերպ դուրս գան ձեր մարմնից, ոչ թե շորերի տեսքով, այլ մեկը ասում է, որ ինչ որ թղթիկների տեսքով արտաշնչելիս դուրս գալիս այդ ամեն ինչը, մեկը գոլորշու տեսքով, ամեն մեկի մոտ տարբեր ձևեր են։ Մեկի մոտ փոքրիկ ձյան փաթիլների տեսքով է դուրս գալիս։ Ընդհանրապես բաց թողեք այդ ամեն ինչը, բաց թողեք, խորը շունչ, արտաշնչելիս բաց եք թողնում։ Շարունակեք շնչել, արտաշնչել այնքան, մինչև որ բաց թողնեք ամեն ինչը որ պատրաստ եք։ Ես պատրաստ եմ անցնել անցումային փուլ։ Ես հիմա անցման փուլում եմ։ Ոչ մի քայլ չեք անում, ոչ մի քայլ։ Ուղղակիորեն բաց եք թողնում։ Բաց եք թողնում այն ամենը, ինչը որ ձեզ խանգարում է։ Ու զգացեք, թե ինչն է գնում, ինչն է մնում, ինչն է որ պատրաստ է թարմացման, ինչն է մնում, ուրախությունն է մնում ձեզ, ձեր էներգիան է մնում ձեզ, դրական հույզերն է մնում։ Էլ ինչն է մնում ձեզ։ Ինքնուրույնությունը, էլ ինչը։ Ուժը, օքեյ, էլ ինչը։ Տրամադրությունը, պատրաստակամությունը, հա ինչ որ բաներ անելու։
Էլ ինչն ա մնում։ Ինչն ա պատրաստ թարմացման։ Գիտելիքներ, կամքի ուժ, էլ ինչ։ Շատ լավ, շատ լավ։ Երբ որ այս ամենը ին կգիտակցեք, հա, երբ որ կգիտակցեք այս ամենը, խորը շունչ, արտաշունչ, ու նորից կրկնեք։ Ես պատրաստ եմ թարմացման։ Ռեստարտի։ Ես պատրաստ եմ ռեստարտի։ Ես պատրաստ եմ վերածնվել։ Խորը շունչ, արտաշունչ։ Երբ որ ամբողջությամբ այս պրոցեսները ներքին ձեզ համար կավարտվեն, կանեք խորը շունչ, արտաշունչ եւ կբացեք աչքերը։ Կգրկեք, շնորհակալություն կհայտնեք ձեզ։ Ես շնորհակալ եմ ինձ պրակտիկայի համար։ Եվ կհայտնվեք այստեղ եւ հիմա։ Ես այստեղ եմ եւ հիմա։ Շատ լավ։ Ովքեր որ բացել են աչքերը, գրեք չաթում, տեսնեմ ոնց եք։ Այսքանով այստեղ ես կավարտեմ YouTube-ի հոլովակը։